Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում հիմնանորոգումից հետո վերաբացվել է ծանրամարտի և բռնցքամարտի մարզադահլիճը, որն այսուհետ կոչվելու է ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Օքսեն Միրզոյանի անունով։ Վերանորոգման աշխատանքները կատարվել են սփյուռքահայ բարերար Ալբերտ Բոյաջյանի հովանավորությամբ։ Միջազգային չափորոշիչներին համապատասխանող այս մարզադահլիճի բացման պատիվը վերապահված էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին և Ալբերտ Բոյաջյանին։ Դահլիճը համապատասխանում է միջազգային ստանդարտներին, իր գեղեցկությամբ, իր ամեն ինչով դարձել մեկ անգամ եւս ոգևորում է մեզ եւ բոլորին, որ ասենք թե ավելի շատ մասնակցություն լինի, որ մենք կարողանանք սպորտի զարգացումը մասսայական լինի, օլիմպիական գաղափարների տարածումը լինի, ոչ թե միայն մենք, այլ ամբողջ աշխարհն է տեսնում Հայաստանի սպորտի զարգացումը ճյուղ առ ճյուղ, ոլորտ առ ոլորտ, որ այն ոլորտներից, որ մենք թանապես մեդալ չենք ունեցել, արդեն այդ ոգևորվածությունը տարածում է եւ իհարկե արդյունքները նկատելի են։ Օլիմպիական չեմպիոն Օքսեն Միրզոյանը չկարողացավ անտարբեր անցնել ծանրաձողի կողքով։ Նրա հավաստմամբ նման մարզադահլիճում ակամայից ուզում է մարզվել։ Օքսեն Միրզոյանը ոչ թե միայն օլիմպիական չեմպիոն է, այլ նա շատ լավ մարդ է, լավ մարզիչ է, որ այսօր ունի լավ աշակերտներ, որոնք շուտով իր ռեկորդները կանցնեն եւ իրենից ավելի շատ մեդալներ կբերեն, այդ նախանշանը մենք տեսել ենք։ Շատ զգացված եմ, որ պարոն Բոյաջյանը որոշել է, որ այս ծանրամարտի դահլիճը վերանվանվել է օլիմպիական խաղերի չեմպիոն Օքսեն Միրզոյանի համար, շատ շնորհակալ եմ եւ հպարտություն եմ ապրում։ Այս դահլիճը շատ գեղեցիկ է, ամենալավ ծանրաձողերը այստեղ կան, որևէ մի ծանրորդ չի ամանչի այս դահլիճում մարզվելու եւ այս դահլիճը մտնողը եւս մեկ անգամ կուզենա, որ մտնի։ Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում վերանորոգման աշխատանքները շարունակական են լինելու։ Հաջորդ տարի շահագործման է հանձնվելու ատլետիկայի մարզադահլիճը։ Կարո Պողոսյան, Հովհաննես Քյուրքչյան, Աշոտ Համբարձումյան, Էպիկենտրոն։